Շատ լավ, օրենսդրական պահանջների վերաբերյալ հատվածները չեմ անդրադառնալ փաստական հանգամանքներին։ Եկեք այսպես, Սահմանադրության 57 հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի վարչակամանների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արտահայտի եւ օգտամիջի անկետում քննության իրավունք։ Վարչության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի D կետի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացառք հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի, իսկ օրենքով նախատեսված դեպքում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հասցնում տվյալ գործի առնչությամբ նրա անարդարության նկատմամբ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացառքի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշքան բացառքը հայտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվան ընթացքում։ Բացառքի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվում է կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում համապատասխան կոլեգիալ մարմինը տարիների պարզ մեծամասնությամբ։ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացառք է ներկայացվել։ Վերաբերյալ երակարկումներից կարող ենք եզրահանգել, որ Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի պատշաճ վարչահայտության իրավունքը, որի դրսևորումն են հանդիսանում վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արտահայտի եւ օժամիջի անկետում քննության սկզբունքները։ Այդ համատեսվում հատկապես անաչառ քննության սկզբունքի շրջանակներում էական երաշխիք է սահմանվում վարչահայտության հիմքերի եւ վարչական վարույթի մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս վարույթի մասնակիցներին գրավոր բացառք հայտնել։ Ի թիվս այլնի նաև կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում կոլեգիալ կազմի ցանկացած անդամի այն դեպքում, երբ առկա են հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով կոլեգիալ կազմի տվյալ անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։ Սույն դեպքում Տաշիր կապիտալ փակ բարենետիրական ընկերությունը, որպես ույն վարույթի մասնակից, գտնում է, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկա են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Նշվածի առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել ներկայացած հիմնավորումները։ Առաջին, նախ հարկ ենք համարում անդրադառնալ Մեսրոպ Մեսրոպյան անձին վերջինիս կենսագրական տվյալներին։ Մեսրոպ Մեսրոպյանը 2019 թվականի մայիսի 30-ին նշանակվել է հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ 4 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին թողնելով դե յուրե անկախ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի ինքնավար պաշտոնը, անցել է քաղաքական գործունեության 2020 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվելով Կոտայքի մարզպետ։ Ուշադրության արժանի է, որ Կոտայքի մարզպետ հանդիսանալու ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանը իր ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ ընդգծել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ եւ բառացի մեջ բերեմ, ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի, հղումները ներկա են իմումինքից։ 21 թվականի մայիսի 27-ին վերջինս ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, որպեսզի հանգամանքը կարող է սխալ ենթադրություն ձևավորել, որ վերջինս քաղաքական կապերը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ավարտում են։ Հաշվի առնելով վերջինիս ազատման ժամանակահատվածը կարող ենք եզրահանգել, որ խնդիրն առաջացել է ընտրական գործողությունների առնչությամբ, քանի որ Հանրապետության նախագահի 21 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ99N հրամանով արդեն իսկ նշանակված էր ազգային ժողովի արտահայտ ընտրությունները 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավորապես Հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 2-ի հրամանով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Գրեթե 20 օր անց 21 թվականի օգոստոսի 25-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում գտնվող Հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար։ Հանձնաժողովի ուշադրությունը գրավում է այն հանգամանքին, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարը նշանակվել օրենքի ուղղակի պահանջների խախտման։
այն հիմնավորմամբ, որ մի կողմից նշանակվելու պայմանությամբ գործող հանրային ծառայություններ կարգավորող մարմնի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորություններ վարժամկետ դադարելու պայից 1 տարվա ընթացքում զբաղվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող ընկերության ստորաբաժանումների համակարգման գործառույթներով ոչված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն։ Մյուս կողմից նույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում պաշտոնից ազատվելուց հետո 1 տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջապես հսկողություն է իրականացնել իր պաշտոնավարման վերջին 1 տարվա ընթացքում։ Իսկ նույն դեպքում Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականի օգոստոսի 25-ին նշանակվել է հաշվարկային կենտրոն Փակ բարենպետական ընկերության գործադիր մարմնի ղեկավար այն դեպքում, երբ իր որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունը դարձել են 20 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն 1 տարին չլրացված։ Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ։ Հաջորդը հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը Մեսրոպ Մեսրոպյանը լքել է 24 թվականի նոյեմբերի 15-ին, անցնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀԾԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահային փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը գլխում է, որ ՀԾԿ նախագահի թափուր պաշտոնում տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։ Խաղում առկա է։ Վերաբերյալ տեղեկությունների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ավելին, ուսումնասիրելով Մեսրոպ Մեսրոպյանի անձ հետ կապված օբյեկտիվ գործոնները կարող ենք արձանագրել նաև, որ համացածում առկա տեղեկությունների եւ վերջինիս տված հայտարարություններից պարզ է դառնում, որ վերջինս խնամիական կապի մեջ է գտնվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Հաջորդիվ պետք է նկատել սույն վարչական վարույթի հայությունը քաղաքական գործընթացի արդյունք է, որը ի սկզբանե դրվել է գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, մասնավորապես գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին եւ վարչապետն իր Facebook-յան էջում արձանագրել է։ Մեջբերում եմ։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բարենպետական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Ունենա արագ 24-ին այն վարչապետն իր Facebook-յան էջում նշել է. Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բարենպետական ընկերությունը պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Վերօրյալին հաջորդել է 25 թվականի հունիսի 26-ի հրապարակումը, որտեղ արձանագրվում է. պետությունը կստանձնի փեցի կառավարումը։ Նույն հրապարակմանը կից առկա է նաև տեսաձայնագրություն կառավարության նիստից, որտեղ վարչապետը հայտարարում է հետևյալը. Այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինելու մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ արդյունավետ իրականացնենք։ Հավելել արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացնեն շատ արագ։ Ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը կառավարությունը կստանձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Եվ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Այնուհետև 25 թվականի հուլիսի 19-ին վարչապետն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսաձայնագրություն
Պետք է պետությունը վերցնի հեծի կառավարումը եւ իրականացնի հեծի ուսումնասիրությունը, ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Վերոգրած հայտարարությունները հաշվառմամբ կարող են փաստել, որ սույն վարչական վարույթի հարուցումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի արդյունք եւ պարզ է, որ այդ քաղաքական գործընթացը պես սկիզբ առներ գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ամուր քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Հաջորդիվ, անդրադառնալով նույն քաղաքական գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններին, պետք է արձանագրել, որ թեպետ վարչության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 38-ացի առաջին մասի B կետի համաձայն վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում վարչական մարմնի նախաձեռնությունը, իսկ վարչական վարույթ հարուցող սուբյեկտ վարչական մարմինը, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական վստահելի գործընկեր հանդիսանալու հանգամանքը, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում